Այսօր կեսգիշերնանց կլինիկական մահախտորոշման պարապգիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա։ Արարատ Նյուզի տեղեկություններով երեխան Ալեքսանդր ծեծի է ենթարկվել իր խորթ մոր կողմից եւ դա պարբերական բնույթ է կրել։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը մեզ փոխանցեց, որ դեպքի արդիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույց, նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։ Նոր սահմանադրության տեքստը արդեն պատրաստ է, ինչպես խոստացել է Արդարադատության նախարարի կից հասարակական խորհրդի Անդրանիկ նիստում նախարարի հայտարարությունն է։ Նոր սահմանադրության կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը։ Շեղում կառավարման այս կարգից չկա, որովհետև այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պարլամենտարիզմի մեջ է, ասել է նախարարը, ապա հավելել. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է, սահմանադրության նոր տեքստը կքննարկվի նաև ԿՊ խմբակցությունում եւ վարչությունում։ 2026-ի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող եւ անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկի ընտրությունը իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը ինքնաշխատ եղանակով ծրագրային մոդուլի կիրառմամբ։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով։ Այն աղտոտման մակարդակը, որ տեսանք նոյեմբերին, այլևս չենք տեսնում, չնայած, որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների ու մարդկանց շարժի հնարավոր մարդածին բոլոր աղտոտումների ակտիվ սեզոն է։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետի արձանագրումն է։